Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, Առնոնա, ով ամեն կերպ մխրճվում է կադրի մեջ, եւ Սոսեն, ով լոզիկները թափեցիր նոր հագուստի վրա, կադրից են կողմ նաեւ Ադանն է, Էմինը եւ վարորդը ամուսինս։ Գնում ենք Էջմիածին, քույրիկիս տուն, այսօր որոշել ենք քույրիկներով էլի սիրունդ օր կազմակերպել, ոնց որ թե քույրիկս Վիկա մորքուրը։ Առնո, ինչ ես ասում, ասա, մի բան ասա։ Հորքսուն եմ ասելու։ Բան չունես ասելու, նկատեցիր, որ դու ու Սոսեն նույն գույների մեջ եք հագած։ Հիմա կհարցնեն, ինչ ա եղել Առնոյի աչքի տակը։ Արես կողմի հատ, դե հիմա ասա ինչ ա եղել աչուկի տակը։ Կապեսեսը, կամերերը, դեղնելա։ Իսկ ինչի՞ց ա տենց եղել։ Բաբամն սուտ տարին։ Ինչ սուրճ ծայրին ես տվել։ Ադիվալի։ Ընկել ես։ Հա։ Իսկ ինչ է իր չարությունը իր անում, որ ընկել ես։ Հա։ Դատ հալս նայեք։ Հալս, ասմա մի հատ հալս նայեք։ Այ Առնո։ Սոսե, ծիկ, ոնց ես, այ սիրուն աղջիկ, ծիկ։ Ուզում էինք մի փոքր ավելի շուտ հասնել, որ երեխեքը բակում խաղան։ Բայց հասան երեկոյան ժամը։ Ուշ հասանք։ Ընթացքում խանութ մտանք։ Խցանումներ էր ճանապարհին։ Լենք խոհանոց, այստեղ լուսավորությունը մի քիչ թույլ է, ես ու Սոսեն խելոք նստել ենք։ Քույրիկս էլ պատրաստություն է տեսնում, որ սեղան դնի։ Նռանեին քնացրել ենք։ Նռանեն քույրիկիս փոքր աղջիկն է, ովքեր չգիտեն, Սոսեի հետ 1 ամսվա տարբերություն է, ընդամենը։ Քույրիկներով իրար հետ մեծանում են, հասակակիցներ են։ Մեր երեխաների ավելորդը, ճակերտավոր ավելորդը Առնոնն է։ Արի քեզ ցույց տանք, նստի։ Որովհետև իմ մեծ տղան ու քույրիկիս մեծ տղան իրար են հասակակից, մեր երկրորդները իրար են հասակակից, մեր Ադանը ու քույրիկիս աղջիկը ու պուջուրիկներն էլ իրար են հասակակից, քույրիկս 3 բալիկ ունի։ Ավելորդը մեջտերի մենակ մնացածը Առնոնն է։ Չնայած մենակ չի, այդ ճակերտավոր եմ ասում, տարիքի առումով, որովհետև Ռուզանիկը, քույրիկիս աղջիկը, ավելի շատ Առնոյի հետ է խաղում, քան մնացածի հետ, շատ է սիրում Առնոյին զբաղեցնի։ Առնոնն էլ այնքան խելոք լսում, երբ իր հետ խաղում են։ Արի ցույց տանք կինդերի միջից ինչ ես հանել։ Հերոս։ Ինչ հերոս է։ Ուրախ հերոս։ Բեր օգնեմ, բեր տնեմ։ Չես կրավ։ Առնոյի մոտ ես կարամի տարիք է, ես կարամ, ես ինքս, ես կանեմ, ես, 3 տարեկանի ճգնաժամի ամենաբնորոշ գիծն է, ես։ Քույրիկիս տանից դուրս ենք եկել, հիմա էլ գնում ենք գյուղ, տատիկիս տեսակցության ու ծնողներիս, Սոսեն քնել է, ցուն ամեն ստեղ է քնել, վայ ենքան ակտիվ Առնոն, ենքան ակտիվ, ամբողջ ընթացքում վազում է, խաղում է, մկում է, մի վայրկյան հանգիստ չի մնում, ոնտե պատկերացրեք ինչ ուժ ասպառ է քնել, հիմա սպասում ենք մեքենայի մեջ, Ադան մի արա տենց, Ադանը Սոսեի պոչիկի վրա է ուրախացել, մեքենայի մեջ սպասում ենք, իջել են Էմինն ու Ռաֆոն, պաղպաղակ գնեն, քաղցր, տենց ինչ-որ բաներ, մենք էլ սպասում ենք գան և շարժվենք, ոնց ես Ադան։ Լավ։ Ուրախանում ես, որ գալիս ենք Վիկա մորքուրեն ստուն։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ։
Այսօր ես հավաքել եմ Lego, քանի որ ես շատ եմ սիրում մանր Lego եւ շատ եմ սիրում Harry Potter ֆիլմը։ Այսօր ես կհավաքեմ Harry Potter ֆիլմի մանր Lego։ Մինչ տուփը բացել եկեք տեսնենք, թե ինչ կա տուփի, թե ինչ է մեզ սպասում տուփի ներսում։ Առաջինը, որը լինելու է, սա երկու հատ մարդուկներ են, երկրորդը, որ կա, դա երևի սակը լինի, որը լույս է տալիս, և այստեղ էլ արդեն հավաքած տեսքն է։ Ու համել մենք էլի ենք ունեցել Harry Potter կոնստրուկցիայից, որը նորից էլի մարդուկները շատ էին։ Նրա մեջ դաշը տպեր են, որը մենք կպցնելու ենք։ Այստեղ էլ արդեն գտնվում են լեգոները։ Եկեք հիմա բացենք։ Լավ է, որ սենց հետը տուփիկ կա, որ եթե տենց մանր լեգոները լցնեն, չկորի։ Ուսումնասիրեցի այս փոքրիկ պակետները և տեսա, որ նրանց վրա թիվ գրած չի ու դա վատ է, թե չէ եթե թվերը լինեք, մենք հերթականությունը կիմանայինք։ Իսկ եթե հիմա արդեն լինի, պետք է ամբողջը բացենք։ Այդպես մի քիչ դժվար կլինի հավաքելը, բայց դե փորձենք։ Հա, ու որ ես ասում էի, որ ստեղ լույս է լինելու, հենց առաջին պակետը բացելուց միանգամից սա է։ Տեսնենք, սա սենց է, որը այսպես տակը բան միացնելու կա, իսկ հիմա մինչև էդ մենք կսարքենք մարդուկների։ Այս տոփի մեջ 400 Այս տոփի մեջ 420 դիտալ կա, ու մինչ անցնելը ես առաջինը այս թղթերը կտանեմ կգցեմ աղբը և այս լեգոյի գրքիկի միջոցով ես կսարքեմ այս սաղ լեգոների։ Մեկ օրը հավաքում եմ ու դեռ չեմ վերջացրել, ոնց տեսնում եք, ու դեռ ես շարունակում եմ իմ հավաքելը։ Ստեղ ես սարքել եմ սվիչը, եղջերուն, որի պոզերը անդադ պոկվում է, ոնց տեսնենք երկու հատ։ Ոնց տեսնում եք, ես արդեն լրիվ հավաքեցի ու արդեն անցնում եմ տիպերը կպցնելու։ Այսօր դասից նախավերջին օրն է, պետքա ձայնագրություն ունենանք։ Առաջին օրը երբ գնացինք դասի, բոլորս այդ օրը տեքստ ենք ձայնագրվել, կարդացել ենք, այնպես ինչպես կարող էինք, ու այսօր արդեն այսքան դասերից հետո, սովորելուց հետո պետքա քննական ձայնագրություն ունենանք նույն տեքստը, որ համեմատենք ու տեսնենք, թե ինչ առաջընթաց կա։ Շատ անհամբեր եմ, իրականում
անկախ այդ ձայնագրությունից ես ինքս իմ վրա զգում եմ այդ առաջընթացը, բայց շատ ավելի հետաքրքիր կլինի ձայնագրությունը դնել ու լսելը, առաջ ու հետո տարբերակը, ասենց անհամբեր սպասում եմ, թե ոնց եմ տակից դուրս գալու, ինձ թվում է լավ ստացվելու։ Ալբերիսից մի քանի խառը գնումներ եմ կատարել ու ոչ մեկը սպասելիքներս չի արդարացրել, տախտակներ էի պատվիրել ու շատ փոքր եմ ուղարկել իմ սպասվածից, իհարկե հիմա այսպես կադրով ջան արևս, լավն է, դե նայի, սպասվածից շատ ավելի փոքր է, կադրով մի քիչ մեծ է երևում, բայց իրականում շատ ավելի փոքր է, բլոկնոտ, որը ձեռքիս ափի չափ է, այդքան փոքր է ինքը իրականում, այն նայի, որ ասում եմ պետք չի մարդից 5-ի զոհ լինել, նա ինչքան փոքր է, բա, տենց, անկապ բլոկնոտ է, ու այս բլոկնոտին 2000 քանի 100 դրամ փող ենք տվել, ասենք իմաստը, չէ, երկուսու քանիս էր, 2400 էր ինչ էր, իսկ նայ, ու այս բանա, iPhone-ի, չգիտեմ սրոն, ինչ են ասում, Ասդ մարդ տեստողը կմտածի, որ էսի մեծ է լինել, դրա համար պետք չի ինչ տեսնում ես ուզես, դրա փոխարեն հաստատ շատ ավելի լավը կառնել բլոկնոտ, անիմաստ անկապ, լավը Ադանի համար չպատվիրեցինք, մի հատ էլ Ադանն էր ուզում, Ադանի համար ուրիշ ու բես պատվիրի, չեմ պատվիրել, հա? չէ, չեմ պատվիրել Ադանի համար, որովհետև այն էլ այս նույնից, ու ավելի թանկեն էլ 4000 դրամ էր, ինչա թե հետը մի երկու հատ էլ ավել ծիկեր կար, օպրի իմ տղեն, այս էլ սենց հարմարանքա, չգիտեմ սրան ինչ են ասում, միացնում եմ հեռախոսից iPhone-ից ու այստեղ դնելու եմ տեսախցիկի հիշողության քարտը, որպեսզի նյութերը միանգամից տեղափոխել լինի իմ հեռախոսի մեջ եւ հեռախոսով կարողանամ մոնտաժել, այդպես, բայց այլ առանձնապես չգիտեմ ինչքան կծառայի, ամեն դեպքում տեսքը շատ ակնառազվի է։ Այս անգամ իմ մեծ մաքրությամբ ձեզ հետ չեմ կիսվել, որովհետև լայֆհակեր չկային առանձնապես, որոնք կարելի էր ձեզ ցույց տալ, ձեզ հետ կիսվել, հետաքրքիր կադրեր չէի կարող ֆիքսել, որոշեցի ուղղակի ժամանակ չլցնել ու չկիսվել ձեզ հետ, բայց այդ մաքրության արդյունքում սենց 2 տոպրակ ես, 2 տոպրակ Ադանը, ցրել ենք ձեռքներս ու եկել ենք Օբլյաս, եկել ենք պատվալ, որ ավելորդ բաները տեղավորենք պատվալում, մեր պատվալը շենքի հակառակ կողմում է, դες բանալին ճիշտ եմ բերել, վաղուց ստեղ չէինք եկել, չգիտեմ ճիշտ բանալի եմ վերցրել, սեղմի նոր բացի, շենքերում հատկապես շատ հարմար է պատվալ ունենալը, այս ինչ են մեր համար թողել, ուզում ես զգալ իսկական որակը, միացիր մեզ հա ինչ-որ տելեկոմ փաթեթա, ինչ եմ ուզում ասել, տղես հելը դուրը բացի տեսնենք դուրը կարողանում ես բացել, շենքերում ապրողները հատկապես կհասկանան, չէ պատվալի, կհասկանան թե ինչքան կարևոր է նկուղ ունենալը, որովհետև շատ տանը ավելորդ իրեր սեզոնային լինում են, որոնք պետք է լինում տեղավորել, զգույշ բանալին չջարդես կողպեքի մեջ, արի այս տոպրակը պահի, արի դու այս տոպրակը պահի չջարդվեմ բանկեքը, ես բացեմ, այսինց ձեռքով պահի չջարդվեն, Ձեր սիրելի հետևորդներ, այսօր մենք վերջերը բերել ենք ավելորդ, որտեղ մենք պատվալը, Այս բանկեքը գյուղ եմ տանում, որովհետև մամաս հետո նորից այս բանկեքով մեզ պահածոներ է ուղարկում, բայց քանի որ այս անգամ գյուղ գնացի ու մոռացա տանել, հաջորդ գյուղ գնալը արդեն լինելու է ահագին ուշ, իսկ ես ընթացքում չէի ուզում տանը պահել,
Որոշեցի տեղավորել այստեղ, հետո գյուղ գնալուց, եթե հիշենք, հուսամ կհիշենք, կգանք այստեղից կվերցնենք, կդնենք մեքենան ու կտանենք։ Պատվալում մի քիչ խառը վիճակներ է, որովհետև նրանք մերը չի, հարևաններով օգտագործում ենք մի քանի հարևանով, այս պատվալի համար երկար պայքարել ենք, այստեղ տեղափոխվելուց։ Սոսեն առաջին անգամ բերել է իր եղբայրներին ճանապարհի պարապմունքի։ Գնում են ձիգերի տղաները։ Պակա կյանք։ Ոյ, զգուշ, Արնո, դու մի գնա, արի։ Գնացին։ Գնանք մի քիչ զբոսնենք, Սոսեն գայլասիկի մեջ լացում է քիչ առաջ, մի մտի ջուրը տղես, բայց ուզում եմ արդեն կամաց սովորեցնել, որ հանգիստ մնա, որովհետև ինձ էլ այդպես ավելի հեշտ կլինի, եթե գետքից սովորի, տքսում շատ դժվար կլինի իր հետ, չմտնես այս ջրի մեջ, այն կովքովանցի։ Ու վիվազի մեքենա է գալիս, գնա մայթի մոտ, մեքենա է գալիս, գնա մայթի մոտ։ Մայթը? Այս բարձր տեղն է մայթը։ Տեսնենք ուր է Սոսեն։ Չկա գայլասիկի վրա գտբան չի կա, այս ներքևում կարող եմ դնել դրամապանակը սոանձեռոցիկը։ Արնո, ինչ կար պարտեզում։ Ամեն բան լավ էր։ Հա։ Արդեն թնդում է։ Իդեպ մի լայֆհակ որոշեցի փորձել, բայց կարծես թե այնքան էլ չաշխատեց։ Քանի որ այս գայլասիկը նաև տանն ենք դնում։ Անիվների վրա, վայ, զգույշ, մնա տեղ, խի կակեմ, Որտեղ պարապուկ չկա այսօր։ ինչի, Գնացինք, ասացին չկա, ասացինք այդ վայհագը չի գալ։ Քիչ առաջ ասացի, թե ինչ լայֆհակ էի փորձել, անիվների վրա հագցրել էի ցելոֆաններ դուրս գալուց առաջ, ափսեների համար նախատեսված գլխարկի նման, որ լինում են, բայց ոնց որ թե լայֆհակս չաշխատեց, որովհետև մեր փողոցները շատ քարքարոտ են, կեղտոտ, ոչ հաղ, ու մի քանի քայլ անելուց հետո ցելոֆանները մաշվեցին ուղղակի։ Այն դիմացի անիվինն էլ ընդհանրապես դուրս եկավ վրայից։ Մի խոսքով հանելուց հետո նույնքան կեղտոտ կլինեն անիվները, որքան եթե չհագցնեի առհասարակ։ Համարենք այս լայֆհակը չաշխատող տարբերակ։ Բավականին երկար ժամանակ է, որ ես ունեմ իմ օնլայն խանութը Wildberries-ում, տարբեր իրեր եմ վաճառում, որոշել եմ այսօր եւ ցույց տալ այդ իրերից մի քանիսը ձեզ։ Իդեպ ընթացքում նաեւ արտիկուլներ կթողնեմ, կարող եք գնալ եւ պատվերներ անել ցանկության դեպքում եւ կիսվել այն ամբողջ տեղեկությունով, որը կարող է ձեզ օգտակար լինել, քանի որ պարբերաբար մեկնաբանություններ ստանում եմ տարբեր հարցերով Wildberries-ի հետ կապված, թե ինչ եմ վաճառում Wildberries-ում, ինչպես եմ մուտք գործել Wildberries, առհասարակ ինչ է պետք Wildberries մուտք գործելու համար, ինչքան ֆինանսական ներդրում է հարկավոր եւ շատ այլ հարցեր։ Այսօր փորձեմ բոլոր այդ հարցերին պատասխանել եւ ընթացքում կիսվել ձեզ հետ նաեւ այն պրոդուկտներով, որոնք ինքս եմ վաճառում Wildberries-ում։ Առաջին բանը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, այս բոքսիկն է երեխաների համար նախատեսված, երեխաների ամենասիրելի Stitch թեմայով։ Հիմա ցույց տամ, թե ինչ է ներառված բոքսի ներսում։ Ներառված է ամենակարևոր բանը, ես այս բոքսի հիմքում դրել եմ ոչ միայն ժամանցը երեխաների համար, այլև հանգիստը մայրիկների համար։ Ուզում էի անպայման այնպիսի բան ներառված լինի բոքսի մեջ, որ կարողանա երեխաներին զբաղեցնել եւ այդ ընթացքում մայրիկները կարողանան հանգստանալ։ Դրա համար ներառեցի այսպիսի հետաքրքիր երեխաների զբաղմունք ապահովող Այստեղ սենց Stitch-ի նկար է, վրան
թվերա, հանում ենք այս վրա ինչ-որ շերտա, թաղանթա, պլյոնկայի նման, հանում ենք դա վրայից, այստեղ ունենք այսպիսի տարա աման, որի մեջ լցնում ենք այս քարիկները, այս ամբողջը ներառված է, լցնում ենք այս քարիկները և այս հատուկ գրիչի օգնությամբ, գրիչ չէ, ինչ-որ հարմարանք է, վերցնում ենք քարիկը և թվերով, համապատասխան գույներով տեղադրում և վերջում ստանում շոտ սիրուն նկար քարերով արդեն հավաքված։ Պատկերացնենք ու նաև ունենք այսպիսի շրջանակ հատուկ նկարի համար, շատ քիչ եմ ի դեպ տեսել, որ այս քարերով հավաքվող նկարներից շատ եմ տեսել տարբեր տեղերում, բայց շատ քիչ եմ տեսել, որ իրենք ունենան իրենց հետ այսենց նկարի շրջանակ, որ հետո կարելի է երեխայի հավաքած այս նկարը դնել շրջանակի մեջ, հետևում անել հիշողության գրառում, օրինակ ամիս, ամսաթիվ, թե երեխան քանի տարեկան ա եղել այդ ընթացքում ու որպես հիշողություն սենց շրջանակով պահել, ինձ թվում է շատ հարմար բան է, քանի դեռ հավաքում եմ սա հետ, եկեք պատմեմ, թե ես ոնց եմ գրանցվել Viber-իս հարթակում որպես վաճառող։ Երբ ես գրանցվում էի Viber-ում, Հայաստանից Viber-ում գրանցվելու համար անհրաժեշտ էր 50,000 դրամ մուտքի գումար։ Այն ժամանակ ես վճարել եմ այդ 50,000 դրամը և գրանցվել եմ Viber-իս հարթակում որպես վաճառող։ Հիմա կարծեմ դարձել է անվճար կամ ինչ-որ սիմվոլիկ մի քանի 100 դրամ։ Թե նշեցի Viber-իս հարթակ որպես վաճառող մուտք գործելու համար գումար այս պահին հարկավոր չի, սիմվոլիկ մի քանի 100 դրամա կարող եք մուտք գործել և ցանկացած պրոդուկտ վաճառել։ Բայց այդ ցանկացած պրոդուկտ ասվածն էլ է հարաբերական, որովհետև կա հատուկ ցանկ, որոնք արգելված ապրանքներ են, օրինակ վաճառել չի կարելի, կամ կան ապրանքներ, որոնց համար սերտիֆիկատ է հարկավոր, օրինակ, չգիտեմ, այնտեղ դեղորայք, ինչ որ վաճառելուց առաջ պետք է մտնեք, այդ ցանկը նայեք, ինչ կարելի է վաճառել, ինչ չի կարելի, ինչի համար կտուգանվեք, օրինակ, մի խոսքով այդ ցանկի իրերը պետք է ուշադիր լինեք, ուսումնասիրեք, հետո հասկանաք, թե ինչ եք ուզում առհասարակ վաճառել։ Եվ ընտրեք համապատասխան խմբաքանակ, ձեռք բերեք, մուտք անեք Viber-ից և սկսեք արդեն Viber-ում վաճառել։ Այս բոքսիկները ի դեպ շատ հարմար տարբերակ են նաև նվերի համար, տեսեք ինչ սիրուն փաթեթավորմամբ, ուշադրություն եմ դարձրել, այստեղ անգամ այս ծիչին նակլեյկայով ես վերջում փակցնում եմ, որ ընթացքում չբացվի, այս տուփն էլ դնում ենք մի հատ էլ ավելի ապահով տուփի մեջ, որ գա սենց սիրուն ձեզ հասնի ու եթե ցանկություն ունենաք, հենց այս տուփով կարող եք նաև նվիրել, մեջն էլ սենց բոլոր այս փոքր պրոդուկտները փրփրտիկների մեջ տեղավորած են, այստեղ կա նաև սենց փոքրիկ բլոկնոտ, էլի ստիչով մատիտ և գրիչ, հաշվեք, թե քանի պրոդուկտ եմ տեղավորել մեկ բոքսիկի մեջ և գրեք մեկնաբանություններում, քանի պրոդուկտ կար այստեղ, այսպիսի ստիչով դակիչ, ստիչով մետաղական, չգիտեմ ինչ են սրան ասում, ինչ-որ նակլեյկա, ինչ-որ մի բան, մետաղական, որը կարող են ամրացնել պայուսակի վրա երեխաները, շատ հավես բան է, ինձ թվում է, սենց խառը, նակլեյկաներ, ստիչով, այս սենց խառը նակլեյկաներ, որպես նվեր սենց լցրել եմ վերջում, այստեղ 2, 3, 4, 5 տարբեր նակլեյկա և ամենակարևորը ստիչով վզնոց, իդեպ բոքսիկները գալու են ռանդոմ, կարող է պատվիրեք, օրինակ մեկի ստիչը հենց վզնոցը ենթադրենք, վզնոցի կուլոնը, հենց այս տեսքը չունենա, էլի ստիչ լինի, բայց ուրիշ տեսք ունենա, նստած ստիչ լինի, այս մեկը կանգնած է ենթադրենք, մեկը կար ինչ-որ ձեռքին սրտիկ էր, սենց խառը վզնոցներ են, բայց բոլորն էլ շատ լավն են, համոզված եմ, որ երեխան որն էլ ստանա անսահման ուրախանալու է, մի հատ նայեք, ոյ ինչ լավն է, նայեք ինչ լավն է, շատ սիրունիկ, նվերակարծում եմ,
Համոզված եմ, որ այս բոքսիկը ում էլ նվիրեք շատ կուրախանան։ Իհարկե ընթացքում ես բոքսիկներս էլ ավելի կհագեցնեմ տարբեր իրերով, բայց այս պահին մի հատ ասեք այս բոքսիկի մեջ քանի իր կարողացաք հաշվել, քանի պրոդուկտ կարողացաք հաշվել, որ ներառված է, տեսեք վզնոցնել էլի առանձին մի հատ պակետի մեջ եմ դրել, որ կոկիկ լինի շատ, սիրում հավաքել ենք, այսենց բոլոր պրոդուկտները հետ եմ դնում, նաև ուղարկում եմ անակնկալ այլ նվերներ, երբ բոքսիկները պատվերներ են գալիս, որպեսզի կարողանամ մաքսիմալ ուրախացնել իմ հաճախորդներին և մայրիկներին, ապահովել իրենց հանգստի ժամը։ Այսպես խառը կարող եք այս բոքսիկները պատվեր անել Վալբերիսի իմ խանութից, այստեղ արտիկուլը թողնում եմ բոքսի։ Հաջորդ հարցը, որ էլի ձեզ շատ կհետաքրքրի, համոզված եմ, առհասարակ ինչքան գումար է անհրաժեշտ Վալբերիս մուտք գործելու համար։ Չնայած որ Վալբերիսի մուտքավճարը մի քանի 100 դրամ է, բայց Վալբերիս մուտք գործելու համար ձեզ ամեն դեպքում մի կլորիկ գումար անհրաժեշտ է, որովհետև դուք պետք է ձեռք բերեք բոլոր այն պրոդուկտները, որոնք պետք է վաճառել Վալբերիսում։ Իսկ այդ պրոդուկտները ձեռք բերելու համար պետքա որոշակի գումար։ Նախ պետքա մտածեք, թե որտեղից եք դուք ձեռք բերելու այդ պրոդուկտները։ Արդյոք Հայաստանից եք գնելու, թե Չինաստանից եք պատվիրելու կամ ցանկացած այլ երկրից։ Պետքա մտածեք, թե Վալբերիսի որ պահեստա գնալու ձեր պրոդուկտները։ Ռուսական պահեստ, թե հայկական պահեստ, օրինակ այս բոքսերը, հա, որ ես ձեզ ցույց տվեցի, այստեղ ինձ մոտ է, այսինքն ես անձամբ իմ ձեռքով հավաքում եմ այս բոքսերը եւ ուղարկում եմ գնորդներին, բայց ես ունեմ իմ խանութում նաև ապրանքներ վաճառքի, որոնք ինձ մոտ չեն, ես չեմ տեսել առհասարակ, տեսել եմ միայն, երբ ինքս փորձի համար պատվեր եմ արել, որ այդ պրոդուկտը Վալբերիսից պատվիրեմ, գա տեսնեմ, թե ինչ տեսք ունի, որովհետև մենք ունենք մարդ, ով գումարով, իհարկե մենք վճարում ենք իրեն, ինքը մեր փոխարեն գնումներ է կատարում Չինաստանից, ինքը մեր փոխարեն ուղարկում է Ռուսաստան, Ռուսաստանում մեկ այլ մարդ, ում էլի մենք վճարում ենք, գնում է, ստանում է այդ ապրանքները, տանում է, փաթեթավորում է, շտրիխ կոդերն է վրան ամրացնում և հանձնում է Վալբերիսի ռուսական պահեստ, այսինքն այդ ապրանքը վաճառում եմ ես, բայց ես այդպես էլ այդ ապրանքը չեմ տեսնում, իմ փոխարեն այդ գործողությունները կատարում են այլ մարդիկ, ում ես վճարում եմ։ Իհարկե դա հավելյալ ֆինանսական ծախս է, այդ ծախսերը էլի պետքա ապահովել։ Նաև պետքա հաշվի առնեք, որ անպայման Վալբերիսում ցանկացած աշխատանք իրականացնելու համար դուք պետքա ունենաք ԱՁ, պետքա վճարեք հաշվապահի գումար։ Եկեք ցույց տամ եւս մի քանի զարդ, որոնք ունեմ իմ խանութում վաճառքի, այսպիսի սրտեր են, հետաքրքիր կապույտը, այստեղ ունենք նաև դեղինը և կարմիրը, արտիկուլները էլի կթողնեմ, ու հիմա եկեք խոսենք այն մասին, թե ինչքան եկամուտ է հնարավոր ստանալ Վալբերիսի վաճառքներից։ Եկամուտները աստղաբաշխական չեն, եթե ամեն դեպքում ինչ-որ մեկը ձեզ կասի, որ հնարավոր է կատարել քիչ թվով ներդրումներ և ստանալ ունենալ աստղաբաշխական եկամուտ, պետք չի հավատալ, որովհետև աստղաբաշխական եկամուտ ունենալու համար ամեն դեպքում պետքա կատարել շատ ներդրում։ Ես ունեմ շատ հարազատ ծանոթ մարդ, ով այո ստանում է լավ եկամուտ, որովհետև կատարում է լավ տեղին ներդրումներ, շատ ապրանքներ ունի վաճառքի, ունի բավականին թանկ արժողությամբ ապրանքներ վաճառքի, բայց գնել մի քանի 100 դրամ արժողությամբ ինչ-որ մի բան ու վաճառել մի քանի 1000 դրամով, դա անհնար է գրեթե, որովհետև մարդիկ այսօր գիտեն ամեն ինչի հասանելիությունը ունեն և հաստատ ձեր մի քանի 100 դրամանոց ապրանքը Վալբերիսից չեն մտնի և գնեն մի քանի 1000 դրամով։ Հետևաբար դուք պետք է լավ ապրանք վերցնեք, որը մի քիչ թանկ կարժենա,
արանքի այդ եկամուտը, որ դուք պետք է ունենաք, այդքան շատ չի լինելու, որովհետև դուք չեք կարողանալու շատ մեծ թվերով վաճառել դա։ Մի խոսքով, Վայլբերիսում շատ աստղաբաշխական եկամուտներ հնարավոր չի ունենալ քիչ ներդրումներով, բայց աշխատասիրության շնորհիվ հնարավոր է լինել խելացի եւ եկամուտները նորից դնել գործի մեջ, եկամուտներով նոր ապրանքներ պատվիրել, ավելի լավ ապրանքներ պատվիրել, ավելի շատ ուսումնասիրել շուկան, արդյունքում ունենալ ավելի ծաղկուն բիզնես։ Դա իսկապես հնարավոր է, բայց դա պահանջում է բավականին շատ ֆինանսական ներդրումներ, կարծում եմ արդարացի եւ անկեղծ կլինի դրա մասին խոսելը, որ պատրաստ եղեք ֆինանսական ներդրումներ անելու, եթե ուզում եք մտնել Վայլբերիս հարթակ որպես վաճառող, բայց որպես վաճառող Վայլբերիսում մուտք գործելուց բացի, դուք կարող եք զբաղվել նաև այլ Վայլբերիս խանութների առաջ խաղացմամբ։ Հիմա դրա մասին էլ կպատմեմ, իսկ մինչ այդ եկեք ցույց տամ այս վզնոցները, որոնք խենթանալիք են ուղղակի, շոտ եմ հավանում։ Մի հատ տայեք։ Այս արևը ամենասիրվածներից է իմ խանութի, շոտ սիրուն է ու բավականին բարձր որակի իդեպ, գնի համեմատ շատ բարձր որակ ունի, այս խաչն էլ է շոտ սիրուն, մի հատ նայեք, խնդրում եմ, մի հատ նայեք, այստեղ ունենք նաև այսպիսի տարբերակ, էլի շոտ սիրուն և ցույց տամ այլ կուլոններ, որոնք պատվիրելու դեպքում միանշանակ գալու են էլի վզնոցով, ուղղակի այս պահին վզնոցի վրա չեն, հա, ամրացված ուղղակի ասենց կուլոններն է, այսպիսի տարբերակ ունենք, սա այդքան իմ ճաշակով չի, բայց պատվերներ լինում են իհարկե, ճաշակին ընկեր չկա, սա շատ սիրուն է ու շատ նուրբ անմոռուկը, հատկապես ապրիլին ընդառաջ այս տարբերակները ահագին լինում է վաճառք, շատ սիրունի կա, շատ նուրբ է, չգիտեմ, եթե տեսախցիկը ֆիքսի նայեք, ինչքան լավն է, լուննի կամին են, քարերը, շատ խառը երանգներ ունեն, հիմնականում դե տեսնում եք, բաց ինքը երկնագույն է, բայց խաղերը տարբեր է, այսպիսի արցունք ունենք, որ էլի շատ լավն է ու շատ նուրբիկ և ունենք են քառակուսի վարդի այսպիսի տարբերակը, էլի շատ սիրուն է, այստեղ կթողնեմ էլի արտիկուլներ, կարող եք մտնել և պատվերներ անել, իսկ հիմա այն մասին, թե ինչպես կարող եք առանց ներդրումներ անելու, առհասարակ աշխատել գումարներ Վայլբերիսում, առանց ներդրումներ անելու, կարող եք աշխատել գումար Վայլբերիսում, եթե զբաղվեք այլ Վայլբերիս խանութների աշխատանքով, ինչ որ մեկը անում այդ ներդրումները, խանութը իրենն է, ձեզ վարձատրում է որոշակի գումար, իսկ դուք այդ վարձատրության դիմաց առաջ խաղացնում եք իր Վայլբերիսյան խանութը, այսպես այն աշխատանքը, որը ես եմ անում իմ խանութի համար, կարող եք դուք անել մեկ ուրիշի խանութի համար որոշակի գումարի դիմաց, կարող եք գալ ընդհանուր պայմանավորվածության, օրինակ միայն Վայլբերիսի խանութն եք աշխատացնում, թե նաև պատվերների փաթեթավորմամբ եք զբաղվում, շտրիխ կոդերն եք կպցնում, տանում եք Վայլբերիս պահեստ կամ միայն խանութի օնլայն աշխատանքով եք զբաղվում, օրինակ տանից նստած այս աշխատանքով էլ չեք անում, բայց գովազդներ եք միացնում, որ Վայլբերիսում գովազդ պտտվի, այդ խանութի պրոդուկտների գովազդը պտտվի Վայլբերիսում, կարտաներն եք պատրաստում, մնացած գործերը, որոնք որ մենք անում ենք մեր խանութի համար։ Այդ դեպքում դուք կարող եք վերցնել մի քանի տարբեր խանութներ, զբաղվել տարբեր խանութների գործերով ու տարբեր խանութներից ստանալ որոշակի գումարներ ֆիքսված, արդյունքում դուք կունենաք ամսվա վերջ մի կլորիկ աշխատավարձ, այսպես ասած, եւ կաշխատեք տանից ձեզ համար։ Ես ինքս եւս մեկ հարց, որին հիմա կպատասխանեմ, մնացած բոլոր հարցերը կարող եք հենց այս հոլովակի ներքևում գրել մեկնաբանություններում, ինչ հարց որ ունեք Վայլբերիսի հետ կապված, գրեք ներքևում, սիրով կպատասխանեմ հաջորդ վլոգում։ Ես ինքս
ոչ մի տեղ չեմ սովորել, բայց ունեմ ցանկություն, այս պահին մտածում եմ որոշակի դասընթաց վերցնելու մասին, ինչի ես դասընթաց չեմ վերցրել, որովհետև իմ եղբայրը զբաղվում է այս գործերով, ինքը շատ տեղյակ է ամեն ինչից եւ ամեն հարցում ինձ օգնում է, բայց ժամանակ չունի ընդհանրապես դասընթաց տալու կամ ժամանակ չունի ինձ առհասարակ բացատրելու, որովհետև այն ժամանակը, որ ինքը պետքա ծախսի ինձ ինչ-որ բան բացատրելու վրա, ասում է հենա ես կանեմ այդ քո փոխարեն։ Բայց ես ուզում եմ նաև վերցնել դասընթաց, որպեսզի շատ հարցերով իրեն չանհանգստացնեմ, ինքն էլ շատ խիտ գրաֆիկով է աշխատում, տարբեր գործեր է անում ու որպեսզի եղբորս ավելորդ անհանգստություն չպատճառեմ, մտածում եմ դասընթաց վերցնելու մասին, որ կարողանամ այն ինչ ինքս կարամ անեմ, էլ իզուր իրեն չդիմեմ։ Հատկապես եթե պետքա զբաղվեք ուրիշի Վայլբերիսյան խանութի աշխատանքներով, կարծում եմ կարիք կլինի ամեն դեպքում դասընթաց վերցնելու, որովհետև դուք այդ ժամանակ արդեն պատասխանատվության տակ եք մտնելու ու պետքա մաքսիմալ լավ անեք ձեր գործը, հետևաբար եթե դասընթաց վերցնեք, ավելի լավ կկարողանաք տիրապետել այդ ամեն ինչի։ Եթե կցանկանաք դասընթաց վերցնել, ինձ գրեք անձնական նամակով, ես ձեզ կտամ տվյալներ այն մարդու, ով անցկացնում այդ դասընթացները ու շատ լավ է անցկացնում։ Ես իսկապես համոզված եմ 100%-ով վստահություն ունեմ իր նկատմամբ, դրա համար սիրով ձեզ կարող եմ նաև տրամադրել, ինքս էլ մտածում եմ առաջիկայում դասընթաց վերցնելու մասին, բայց այս պահին չունեմ որևէ դասընթաց չեմ վերցրել, որևէ տենց հատուկ բաների չեմ տիրապետում, այդ հարցը եւս գրել էի, դրա համար ուզեցի այդ հարցին եւս պատասխանել, արդյոք ես անցել եմ դասընթաց այս ամեն ինչով զբաղվելու համար, թե ոչ, չեմ անցել։ Այդպես, եթե ունեք Վայլբերիսի հետ կապված էլի հարցեր, գրեք սիրով կպատասխանեմ։ Իսկ մինչ այդ կարող եք աջակցել ինձ, եւ ձեզ լավ կլինի եւ ինձ։ Ես սիրով այս նվերները, եթե պատվերներ անեք, սիրով կուղարկեմ ձեզ։ Մեկնաբանություններում կարող եք գրել, որ պատվեր եք արել, որ ես իմ պատվերը տեսնեմ եւ հասկանամ, որ դա իմ հետևորդն է պատվիրել, այս բոքսիկների մեջ մի բան էլ ավել կդնեմ ձեզ համար, մի նվեր էլ իմ կողմից կդնեմ։ Այստեղ արտիկուլներ կթողնեմ։ Կարծում եմ այսքանը, եթե ունեք հարցեր, գրեք սիրով կպատասխանեմ եւ մի մոռացեք միանալ իմ ալիքին, հետեւել, եթե դեռ չեք միացել, որովհետեւ իմ ալիքում շատ անկեղծ է, շատ անմիջական է, ես իմ հետևորդների հետ գրեթե միշտ կապի մեջ եմ, միշտ շփման մեջ եմ, ոչ մի հարց չեմ թողնում անպատասխան, եթե ինչ-որ բան էլ լինում է, վլոգներից մեկում անպայման անդրադառնում եմ այդ հարցերին։ Սիրում եմ բոլորիդ եւ կարծում եմ նկատել եք, որ աշխատում եմ ավելի ակտիվ լինել YouTube-ում, խնդրում եմ ինձ աջակցել, թողնել մեկնաբանություններ եւ մաքսիմալ ակտիվ լինել, որ ես էլ փոխադարձ կարողանամ ավելի ակտիվ լինել։